Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ որոշում կայացրեց։ Ամեն ինչ ընթանում է իր հունով, ինչպես որ գիտեինք ի սկզբանե, 2 ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեց բնականաբար տեսակցությունները, միայն ուրախալի բան ունեմ ասելու, որի միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց։ Միայն քրոջ երեխաները կարողանան այցելել։ Դե, որոշում, գիտեք, չեմ ստացել որոշումը, ընդհանրապես հրապարակվեց, որոշումը 2-3 ժամվա մեջ պատրաստ կլինի, կվերցնենք, կարդանք, տեսնենք ինչ են գրել։ Տեսեք, իրականում այս վարույթին, կալանքի երկարացման վարույթին դա չվերաբերվող հարց էր, բայց այնուամենայնիվ որ խոստացել էի կհարցնեմ, քննիչին հարցրեցի եւ ստացա նաեւ համաձայնություն, որ հայտնեմ այդ մասին։ Քննիչը կատեգորիկ հերքեց, ասես նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել իրական վարույթից։ Ասում եմ, այո, ասեցի կարող եմ հայտնել լրատվամիջոցները հարցնում են, ասեց այո, կարող եք, որտեղ կա խնդիր չի։ Հիմա այս փուլում չենք կարող։ Դա երբ որ ըստ էության քննության ժամանակը, արդեն այդ ժամանակ կտեսնենք։ Այս փուլում չենք կարող։ Բնականաբար, իհարկե։ Բայց իրենց որոշումը ստանան։ Հա, դեպի ստանանք, որ իմանանք ինչ են գրել, որ իմանանք ինչը բողոքարկենք, էլի։ Ձեր կարծիքով, քանի որ նշում եք, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, սրանով ինչ հարց է։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչ ինչ որ արվում էր շատ վաղուց սկսված, այս ամեն ինչն է։ Այսինքն եթե լինի ազատության մեջ ինչ կլինի սրանով եւ եթե անազատության մեջ է։ Այդ հարցերը պիտի տակ ապօրինի անազատության մեջ պահողներին եւ նման հրաման տվողներին։ Ես ինչ գիտեմ իրանց մտքով ինչ ասեմ։ Այս պահին չունենք որոշում, այս պահին միայն եզրափակիչ մասն հրապարակում, որ երկարացվում է։ Շնորհակալություն։